Այստեղի ածի այդ եկել էի Շիրակի, բա Տերաջան խնդրում։ Ասի ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու։ Ասի դա բացառվում է։ Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու հոգևոր սպասավորի սկանդալային հայտարարությունը հաստատում է վարչապետը։ Նա գնում է միայն այն պատարակներին, որտեղ կաթողիկոսի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ածա աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել։ Երրորդ դեպքում ծանոթ, չորրորդում բարեկամ, հինգերորդում իր օգնականը, վեցերորդում մի վեցերորդ մարդ։ Դա ըստ Փաշինյանի կարող է կախված լինել նրանից, ով ում է ճանաչում եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Իսկ այնտեղ, որտեղ պետք է այցելի վարչապետը, համարվում է պետական պահպանության օբյեկտ, որի անվտանգությունը պետք է ապահովվի։ Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը եւ այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ։ Կաթողիկոսի անունը, որ հնչեցնում է ձեր կամ եկատեղիների կյանքին ինչ տակ է սպառնում։ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Ու չնայած անվտանգության ծառայությունները Փաշինյանի հետ են ամենուր եւ նույնիսկ խնդրանքներով դիմում են քահանաներին, Փաշինյանը շարունակում է շեշտել եկեղեցու վերաբերյալ օրակարգն ինքը հետապնդում է որպես եկեղեցու հետևորդ, ոչ որպես վարչապետ։ Ես ակնկալիք չունեմ, որ հայաստանյան առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ, ինչպես դուք ասացիք, կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, եւ դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ որպես, ինչպես բազմիցս ասել եմ, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եւ ինչ վնաս է տալիս, օրինակ վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել։ Եկեղեցու նկատմամբ ճնշման ուժգնացմանը զուգահեռ մոտ 3 տասնյակ արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ հայտարարությամբ որդիական անվերապահ հավատարմություն են հայտնել Գարեգին II-ին։ Նրանց համար անհանդուրժելի եւ դատապարտելի է պատարագի սրբազան արարողության ընթացքում ամենայն հայոց հայրապետի անվան կամայական զեղչումը։ Նրանք անընդունելի եւ վտանգավոր են համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ։ Սրբազանները նշում են, որ եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրները կարգավորելի են եկեղեցական ժողովական իրավասու մարմինների միջոցով համաձայն կանոնական ընթացակարգերի։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։